Տարածքային բաժիններում ծառայող գրեթե յուրաքանչյուր ոստիկան գիտի, թե տարվա որ եղանակին ինչ բովանդակությամբ ահազանգերն են ավելանում։ Օրինակ ուշ աշնանը շատ են պահեստարաններից ու նկուղներից կատարված գողության դեպքերը։ Ամանորին ընդառաջ, հատկապես նախատոնական օրերին, ակտիվանում են գրպանահատները։ Ձմռանը շատանում են նաև հիվանդանոցային ահազանգերը, սառույցի վրա սայթաքելու հետևանքով կոտրվածքներ, հեմատոմաներ, ամառ է և կան հանցագործություններ, որոնց թիվը սովորաբար աճում է հենց ամռանը։ Դրանք կողոպուտներն են, բաց պատուհաններից ու դռներից կատարված գողությունները, նաև այնպիսի բնակարաններից գողություններ, որոնց տերերը հանգստանալու են մեկնել։ Կողոպուտներն ամռանն ավելանում են, որովհետև տաք եղանակին խոշոր առևտրի կետերի, բանկերի ու բանկոմատների մոտ դարանակալելը հարմար է։ Պատճառներից մեկն էլ այն է, որ հանցագործներն ավելի հաճախ, իբրև թիրախ, ընտրում են կանանց և աղջիկներին, որոնց ոսկյա վզնոցներն ու թևնոցները տեսանելի են տաք ամիսներին։ Հետաքրքիր է, թե ոստիկանությունը կանխարգելիչ ինչ միջոցառումներ է ձեռնարկում այս ուղղությամբ և ինչ խորհուրդներ կարելի է տալ մեր քաղաքացիներին։ Բարեկապահակետային ծառայություն իրականացնող վերակարգերը շուրջօրյա ծառայություն են իրականացնում թե հետիոտ են և թե պարեկային ավտոմեքենաներով, մասնավորապես բանկերի, տարածամի փոխանակման կետերի, դրամային շրջանառություն ունեցող խոշոր առևտրի կետերի, շուկաների, տոնավաճառների տարածքներում, ինչի արդյունքում ոստիկանների ներկայությամբ ոչ միայն կանխում է անկարգությունը, այլև հնարավորություն է ունենում հանցագործին հենց հանցանքի վայրում բռնելու։ Բացի շրջագայող պարեկներից, հետախուզական միջոցառումներ իրականացնող օպերլիազորներից կողոպուտի բացահայտման գործում իր ուրույն մասնակցությունն ունի նաև ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը։ Տուժողներից շատերը դիտելով տեսանյութը կամ ոստիկանության կայքում տեսնելով կողոպուտի մեջ կասկածվողին, ճանաչում են նրան և դիմում մոտակա բաժին։ Ամռան տոթին շատերն են բաց թողնում դուռ ու լուսամուտ։ Տանն ենք, ինչ պիտի լինի որ, ասում են բնակիչները, մոռանալով, որ գողերը հենց նման առիթի են սպասում։ Օրինակ, ինչպես կենտրոնի վարչական տարածքում էր եղել։ Սայաթ-Նովայի փողոցի շենքերից մեկում անհայտ անձինք, օգտվելով, որ բնակարանի դուռը բաց է, անաղմուկ ներս էին մտել, հյուրասենյակից վերցրել նոթբուք համակարգիչն ու հեռացել։ Տարեց տանտիրուհին հյուրասենյակից ձայներ էր լսել, բայց մինչ ննջարանից այնտեղ կհասներ, գողերը դուռը կիսաբաց թողնելով փախել էին։ Հետո լսվել էր վերելակի ձայնը։ Աչքի չընկնելու և արագ գործելու համար հավանաբար վերելակից էին օգտվել։ Կատարվածից շփոթված տարեցկինն աղջկան էր զանգել, աղջիկն էլ ոստիկանություն։ Ոստիկանության կենտրոնականի բաժնի աշխատակիցները կասկածում էին, թե ովքեր կարող էին կատարել հիշյալ գողությունը, սակայն իրեղեն ապացույցներ էին հարկավոր։ Նույն օրը ոստիկանները սկսեցին հետևել տեսադաշտում հայտնված կասկածյալներին։ Համալիր միջոցառմանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության և կենտրոնականի բաժնի ծառայողների հետ մասնակցում էին նաև այլ ստորաբաժանումների աշխատակիցներ։ Գողությունից ժամեր անց բավարար փաստեր ձեռք բերելուց հետո կասկածյալները բերման ենթարկվեցին ոստիկանության կենտրոնականի բաժին։ Գողացված նոթբուքը վաճառելու պահին էին բռնվել։ Եղել են նաև դեպքեր, երբ բաց պատուհանով են տուն մտել։ Փորձը ցույց է տալիս, որ ամռանը բնակարաններն ավելի հաճախ են գողության թիրախ դառնում։ Քաղաքացին արձակուրդային այս շրջանում փակում է տան դուռն ու մեկնում հանգստանալու, և մինչ կվերադառնա ու կշարունակի ծանրաբեռնված աշխատել չսիրողները գործի են անցնում։ Այդ է պատճառը, որ ամռանը բնակելի տարածքներում շրջագայելիս ոստիկաններն ավելի զգոն են ու աչալուրջ, ինչն էլ հանցավորության դեմ պայքարի գործում ցանկալի արդյունք է տալիս։ Բերենք մի օրինակ։ Դեպքն ամռանն էր եղել։ Դավիթաշենի վարչական տարածքի երկրորդ թաղամասում հերթական շրջագայության ժամանակ ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության և Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախուզության աշխատակիցները նկատել էին 3 քաղաքացու, որոնք մտնում էին շենքի մուտքերն ու դուրս գալիս։ Մոտեցել էին։ Ոստիկաններին տեսնելով, նրանցից մեկը գցել էր մոտի դրամապանակը, փորձել էին փախչել։ Իրավապահները 3-ին էլ բռնել էին և բնակարանային գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել։ Դրամապանակում
բնակարանների դռներ բացելու հարմարեցված բանալիներ, ինքնաշեն գործիքներ ու զանազան դետալներ կային, որոնք արդեն իրեղեն ապացույցներ էին։ Միջադեպից մեկ ժամ անց ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում հաղորդում տվեց մի քաղաքացի, ով հայտնում էր, որ նույն օրը ինչ-որ մեկը փորձել է բացել նշված շենքում գտնվող իր բնակարանի դուռը։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ կասկածյալները ոչ միայն Դավիթաշենում, այլև Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կատարել են մի շարք բնակարանային գողություններ։ Միշտ երեքով էին գործում, ստուգում էին տանը որևէ մեկը բնակվում է թե ոչ։ Դռան վրա նշան էին անում ու երբ համոզվում էին, որ մարդ չի ապրում, գործի էին անցնում։ Միմյանց ազդանշան տալու համար անգամ ռադիոկապ ունեին։ Գողության գնում էին մեքենայով։ Այդ օրը մեքենան կայանել էին Դավիթաշենի առաջին թաղամասի շենքերից մեկի մոտ, հարմար բնակարան էին փնտրում, բայց ոստիկանները նրանց ծրագրերը ձախողեցին։ Իսկ ոստիկաններն ինչ միջոցառումներ են իրականացնում բնակարանային գողություններից քաղաքացիներին զերծ պահելու համար։ Ոստիկանության կանխարգելիչ գործողությունները բազմազան են, բակային հատվածներում շրջում են բարեկային խմբեր, եթե առկա են օպերատիվ տվյալներ, կազմակերպվում են դարանակալումներ։ Համայնքային ոստիկանները բնակչության շրջանում տանում են բացատրական աշխատանքներ, ինչպես խուսափել բնակարանային գողություններից։ Անկախ եղանակային պայմաններից քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս փակ պահել դռները, եթե բնակվում եք առաջին եւ երկրորդ հարկերում ցանկալի է, որպեսզի պատուհաններ ունենան ճաղավանդակներ, իսկ շքամուտքի դռները փականներ։ Լինի ամառ թե ձմեռ, գիշեր թե ցերեկ, ոստիկանությունը քաղաքացու կողքին է։ Մնում է ինքներս մի փոքր ուշադիր եւ զգույշ լինենք, լսենք իրավապահների խորհուրդները եւ չզլանանք համագործակցել ոստիկանության հետ։